Հայր դուք կարաք ինձ բացատրեք, դուք շատ կներեք կայֆ եք բռնում ձերանց վրա, ձեր ժողովրդի վրա, երկրի վրա։ Երկիր ասելու ես նկատի ունեմ իրական Հայաստան, որը նույն ինքը հայքն է, ուղղակի մեկ այլ անվանումով, որը ինչպես եւ հայք անվանումը դուք եք ստեղծել, դուք եք վերցրել իրանական լեզուների մեջ գտնվող ստան բառը, որը չի եղել հայերեն լեզվում, հայոց լեզվում, հայկական լեզուներում չի եղել ուղղակի, ու ձեզ բանը հարմար ա եղել, ես տենց ուսումնասիրել եմ, ձեզ հարմար ա եղել, վերցրել եք ու օգտագործել եք ու տենց հայքը սկսել եք անվանել Հայաստան, վիրքը սկսել եք անվանել Վրաստան եւ այդպես շարունակ։ Չգիտեմ, Պարսկաստանը մինչև այդ ոնց եք անվանել Պարսկ կամ Պարսկ բան Պարսկաստան եւ այդպես շարունակ։ Ինչևից անվանումն է ուրիշ դարել, անվանումն է ուրիշ, բայց երկիրը, տարածքը նույնը, որպես երկիր իրա ինչպես որ ինքը լինում է, այո, ցավոք սրտի, հայքը հենց ինքը կոնկրետ հայքը էլ գոյություն չունի այլևս, ու նույնիսկ Հայաստանն էլ այդ ձևով էլ գոյություն չունի, ոնց որ հայքն է եղել, ինչպեսին որ հայքն է եղել, բայց ինչ որ իմաստով այդ երկիրը գոյություն ունի, որովհետև կա այդ տարածքը, կա այդ մշակույթը, որը դեռ այնտեղ է, կան հայեր, որոնք դեռ այնտեղ են, չնայած էսի այստեղ նույնիսկ պետք էլ չի էլի, որ այս պունկտը լինի, այս կետը լինի։ Խոսքով, ես կարամ թվարկեմ ու բացատրեմ, բայց հիմա դա պետք չի է։ Այդ երկիրը գոյություն ունի։ Նույնիսկ ինքը հայքը ու Հայաստանն էլ պետք է փոխեցել։ Դուք ինչի եք իրար հետ ինչ որ բան անում։ Չգիտեմ ոնց ասեմ, հակամարտում։ Ես եմ բացառում, որ այդտեղ նույնիսկ ինչ որ արդեն թշնամություն ա գնում։ Բայց հաստատ կարամ ասեմ, որ սա հակամարտություն է։ Սա ինչ է, դուք բաների հետ, արցախցիների հետ ինչ որ վիճում եք, ասում եք անշնորհակալ, ես ինչ։ Գուցե իրանք ինչ որ սխալներ են թույլ տվել, չեն անշնորհակալ։ Որտեղ էր անշնորհակալությունը։ Մի հատ ինձ ասեք, դուք միշտ եք այդպես եղել, թե ոնց մանավանդ այս Արևելյան Հայաստանի հայությունը, կոնկրետ այն տարածքի, որը մնացել է նույնիսկ այդ Արևելյան Հայաստանից, որ կոչել են Արևելյան Հայաստան, կոչել են, ինքը միշտ չի տենց կոչվել, հայքը կիսելուց հետո է սկսվել այդպես կոչվել։ Ուրեմն թե սա սովետական միությունում է հայտնվել, խորհրդային ռուսական կայսրությունում, երբ ասա ձեր մոտ հայտնվել ես, որ դուք ինչ որ մեկին օգնում եք, ինչ որ մեկին ինչ որ լավություն եք անում, մեկ էլ ինքը ձեր այդ վիճումը ինչ որ հակաճառում է, դուք իրան ասում եք ու սկսում եք հաշվել, չգիտեմ, անվանում եք բան, անշնորհակալ։ Ինչի անշնորհակալ։ Անշնորհակալ, որ այդ մարդը իրոք շնորհակալ չի, ինքը չի գնահատում ինքը, բայց այդ մարդիկ գնահատում են, այդ մարդիկ հասկանում, չեք իրանց ասում անշնորհակալ։ Եթե դուք իրանց լավություն եք արել, իրանք մի երկու տեղ ձեր հետ ձեզի հակաճառեցին, իրանք անշնորհակալ են։ Կամ ուզում է անվերջ տեղ։ Ուզում է անընդհատ վիճեն, ինչքան ուզում է վիճեն, դա չի դառնում անշնորհակալություն։ Անշնորհակալությունը դա մեկ այլ բան է։ Բայց դուք ասում եք բանը, օրինակ այսա ոնց որ ավելի շատ բան արեց, վիրավորեց ու վրթովեցրեց։ Դուք ասում եք
ձեր կարծիքով գնացեք, չգիտեմ ինչ, ձեր կարծիքով ուզում եք վնասեք, կվնասեք ՀՀ-ին, ՀՀ, ձեզի սարքել են շատ կներեք ՀՀ, ու դուք հիմա այդ ՀՀ-ով գնում եք, սենց եսի մոտ առաջ եք գնում, հա, իբր։ Ինչ որտեղ առաջ եք գնում, ինչ որտեղ եք գնում առաջ։ Հա, ու մի հատ էլ դեմ եք գնում ձեր են հայրենակիցներին, ովքեր մնացել են այն գիտակցությամբ, որ իրանց մոտ եղել է, որ ձեր մոտ էլ ա եղել, ձեր պապերի, իրանց պապերի մոտ։ Դուք իրանց դեմ էլ եք գնում։ Ինչ ՀՀ։ Այսինքն դուք ոչ մի պատմական արդարության համար չեք պայքարելու, չեք պայքարելու հայ ժողովրդի համար, չեք պայքարելու հայքի համար, դուք պայքարելու եք ՀՀ-ի համար ու ՀՀ-ի ժողովրդի։ Ինչ է ՀՀ-ն։ Հայաստանի Հանրապետություն։ Այդ Հայաստանի Հանրապետությունը կարող է լինի ոչ թե 29000 կիլոմետր քառակուսի, այլ 400,000 կիլոմետր քառակուսի։ Իր մնացած այլ տարածքներով էլ։ Նենց է ստացվել, որ հայկական հողերից հայերը իրանց մոտ կարողացել են պահպանել, ոչ թե կարողացել են, իրանք ավելի էլ կկարողանային խանգարել այնտեղ լիքը բան։ Մի խոսքով, նենց է ստացվել, որ հայկական հողերից հայերի տիրապետության տակ մնացել է 20, սենց ուժեղ էլի տիրապետության տակ մնացել է այդ 29000 կիլոմետր, 29700 եսիմ քանի կիլոմետր քառակուսի, 743 կիլոմետր քառակուսի։ Հա, ու դրա վրա կառուցվել է այդ Հայաստանի Հանրապետությունը։ Մնացած 400,000 կիլոմետր քառակուսի Հայաստանի Հանրապետությունը կառուցվելու էր այդ 400,000 կիլոմետր քառակուսու վրա։ Այդ է ինչու նա բանը։ Իսկ դուք ասում եք ՀՀ։ Հանրապետությունը դա ուղղակի պետության մի ձև է։ Եղել են թագավորություններ, կայսրություններ, դքսություններ, ինչեր ասես եղել է, սա այն հանրապետություն է։ Այսինքն դուք հանրապետության համար եք ինչ որ, հա, ոչ թե ժողովրդի, ազգի, դες բաների, մեր հողերի, մեր հայրենիքի, մեր ինչ ասեն, այդ ծննդավայրի, լիքը բաներ կան։ Դուք ասում եք ՀՀ, Հայաստանի Հանրապետություն։ Այսինքն ՀՀ-ն ուրիշ է, Հայաստանի Հանրապետությունն ուրիշ է, ու հայքն ուրիշ։ Դրանց որ հա, իրանք ուրիշ են։ Հայքն մի բան է Հայաստանի Հանրապետություն, մի բան է Հանրապետություն Հայաստան։ ՀՀ-ին ձեռ չի տալի, գնացեք ՌԴ, տորթերով ասում եք «Սպասիբա Ռոսիա»։ Դուք այդ ժամանակ սկի Ռուսաստանին չեք սատարում։ Ես նույնիսկ զարմացել եմ, որ այնտեղ ասում են «Սպասիբա Ռոսիա», ասեմ իմանաք։ Ես զարմացել եմ, որովհետև եթե ստեղ տենց բաներ ասեին, ես դա ինչ-որ բնական բան կհամարեի, բայց որ այնտեղ էին ասում, իսկ գիտե իրանք ընդհանրապես գրեթե կապ էլ չունեն։ Իսկ գիտե իրանք ավելի շատ էս մեր բանը արևմտյան սփյուռքի հետ կապեր ունեն ու արևմուտքի, եւ որ ես իմացա, որ արցախցիներն ասել են «Սպասիբա Ռոսիա», ես զարմացա, որ իրանք ընդհանրապես գիտեն ասել «Սպասիբա Ռոսիա», ես դրա վրա արդեն զարմացա։ Այն չեմ խոսում նրա մասին, որ իրանք բան են անում, սատարում։ Դե ընդհանուր էլի, այդպես զարմացա։ Թե չէ այնց որ սատարում են, իրականում ես հասկանում էի, որովհետև դե ինչ որ օգնություն ստացան, ինչ որ բան ստացան, հա, ու դա ստեղ չի կարելի ասել ինչ որ միամտություն կարող է իրանք դե նայ, հիմա մեկը քեզի ինչ որ օգնի, դու վերցնես շնորհակալություն հայտնես, դա միամտություն չի լինելու, դու քեզ լավությունն են արել, դու շնորհակալություն ես հայտնում։ Ինչի դու անպայման պիտի իմանաս դա ով է, որ շնորհակալություն հայտնես։ Բայց դե մենք գիտենք ինչ արեց Ռուսաստանը, մենք գիտենք որ գցեց իրանց պես շարունակ։ Բայց հիմա հարցը դա չի։
Ինչի՞ եք այդ մարդկանց ձեռ առնում, ասում հետ գնացեք ՌԴ։ Դուք եք ավելի շատ ձեզ ՌԴ-ի պես պահում։ Չեք ուզում այդ մարդկանցից։ Այդ մարդիկ ձեզ ինչ են անում։ Ասում են Ադրբեջանին բան ասեք։ Դուք ինչից եք վախենում։ Ինչից եք վախենում, ինչից եք զգուշանում։ Ես չեմ հասկանում, էլի ձեր եղբորը օգնություն է պետք։ Դուք զգուշանալու համար կամ ուղղակի զգուշանալու համար դուք բան եք անում, ձեր եղբորը քննադատում եք, ասում եք, «Էլ գնա, դու սխալ ես, դու սենց ես», փնովում եք, ասում եք, ապերախտ, հա։ Ու ձեր եղբորը օգնելու համար զգուշավորությունից ելնելով դուք չեք ուզում բան ասեք Ադրբեջան։ Բայց ուր մնաց հայը։ Ադրբեջանը տեղը դնեք։ Եթե դուք ուղղակի ինչ-որ բան չեք ուզում հենց Ադրբեջանին ասեք, դուք ոնց եք տարածքներ հետ բերելու։ Այդքան տարածքներ, որ մենք ունենք այնտեղ, մնացել է այնտեղ։ Այդ նույն Նախիջևանը, որը ճիշտ է նույնպես հայկական անվանում է, բայց ընդհանրապես այդ տարածքը մեկ էլ հայկական անվանում ունեցել է։ Այդ տարածքը կոչվում է Նախճեվա, եւ էլի այդպիսի անվանումներ եւ դա նույն այդ բանից Արցախը ու այնտեղ էլի տարածքներ կային, որ այդ Արցախի հանրապետության մեջ էլ են մտնում, բայց դա պատմական Արցախ նահանգի տարածքներ չեն, դրանք Սյունիք նահանգի տարածքներ։ Դե դուք դա գիտեք որոշները։ Դե չթվարկեմ այնտեղ ինչ հողեր են մնացել, այնտեղ շատ հողեր են մնացել, ահա որ շատ մեր մասշտաբով։ Դե չէ, եթե համեմատես այլ պետությունների հետ, դա օրինակ Գերմանիայի հարավ-արևմտյան մասի կեսի 70%-ն է գալի։ Մեր համար, մեր մասշտաբով դա շատ մեծ տարածքներ են։ Այն տարածքները, որ մնացել են Ադրբեջան կոչեցյալում, այն հայկական տարածքները, որոնք մնացել են այնտեղ, երևի ձեր ասած ՀՀ-ից, Հայաստանի Հանրապետությունից էլ մեծ կլինի, պատկերացնի։ Ադրբեջան կոչեցյալի տարածքը կազմում է 86,000, դե, ես դա նույնիսկ օրենքով չասեմ, որովհետև դա ապօրինի արված, կասենք թուղթ ու թանաքով թուղթ ու թանաքով կազմում է 86,600 քառակուսի կիլոմետր։ Այդ որ այդ տեսեք դուք չեք ուզում ոչ մի բանի դեմ ելնեք։ Ասում եք վտանգի տակ, վտանգի տակ, առանց ռիսկ ուզում եք այս պայքարում դուք հաղթեք մեր հողերի համար, ուզում եք սենց կուկու մնաք ձեր տարածքում, բան չանեք, որ մենք չելնենք Ադրբեջանի դեմ, ասենք 86,600 չի, այնտեղ լիք հայկական տարածքներ մնացել առաջին Հայաստանի Հանրապետության տարածքներից, որոնք բոլշևիկները վերցրել տվել են Ադրբեջան։ Ոյ, ես էլ մեր ձեռից կառնեն։ Տնաշեններ, եթե դուք չպայքարեցիք այն հողերի համար ու կենտրոնացաք այս հողերի վրա, այս հողերն էլ պարտադիր չի, որ հաստատ կամ ուղղակի կվերցնեն, հնարավոր է, որ կվերցնեն, փուճուր երկիր է մնալու ու ոնց ասեմ, դե հասկանում եք, փուճուր երկիր է մնալու 29000 կիլոմետր քառակուսի, ոնց որ դուք հաշտվում եք։ Ես չեմ ասում գնացեք կռվեք, որ հենց մեծացնեք մեր հողերից այդ։ Ուղղակի այն ինչ որ հիմա մենք հերթականությամբ գնում ենք ու ընդհանրապես հիմա խոսքը ընդհանրապես գնում է բանի մասին, Արցախի մասին է գնում։ Ու այն տարածքի մասին չէ, այլ ուղղակի այդ բաների, որ մերոնք
ձեզ հորդորում կամ պահանջում են, որ դուք ասեք Ադրբեջան։ Մերոնք ասելով ես նկատի ունեմ մեր Արցախի հայեր։ Այսինքն ձեզի բան են անում, մասնատում են, գուցե ոչ դիտավորյալ, այստեղ դիտավորությունը չեմ տենում, այստեղ ինքներդ դուք եք անում սա, ուղղակի իրանց զեռա տալիս, մասնատվում, ուրեմն եկան, զավթեցին, այնտեղ ինչ-որ բան արին, ազդեցին, 100-ամյակներով խառախշտիկ ապրեցին հայերի հետ, բանը հայերի վրա ազդեց դրանց լեզուն, մերոնց ինչ-որ հնչյունային ինչ-որ բան առաջացավ մեր այնտեղի հայերի մոտ, ինչ-որ բանով են խոսում, ակցենտով իրանց այդ բարբարի վրա էլ ազդել այդ բանը։ Այդպես խոսում են, դուք էլ իրանցից բան եք անում, բաները Ղարաբաղցիները, մենք իրանց համար կռվանք, վայ եկան լծման, մեր տղերքը իրանց համար սովվեցին, բանը իրանց հողերի համար, շինշան շնորհակալ են, մեզի փնովում են, մեր երկիրն են, բանը այս Հայաստանն են հիմա էլ ուզում վտանգի տակ դնեն իրանց կարծիքի համար։ Ախպեր, էդի ձեր մեր ախպերներն են, մեր քրերն են, մեր հայրենակիցներն են։ Հիմա եթե դուք լինեիք այնտեղ ձեր պապերի հետ միասին ու գային զավթեին 100-ամյակներով ձեր հետ ապրին, դուք նույն ձև էիք սկսելու խոսալ, հասկանում եք։ Ձեր այդ մարդկանց վրա ազդել է, կամ որ բանը թուրքերի հետ են ապրեն, իրանք ընտրել են թուրքերի հետ ապրեն, իրանք ասել են թուրքերը ախպերներ եկեք իրար հետ ապրենք, իրանք են եկել զավթել, լծվել թաթարներ, եսի մինչեր, նույնը բանը Ռուսաստանի կազմում, կայսրության, նույնը Պարսկաստանի ժամանակ, որ Պարսկաստանը այդտեղ եսի միջեր էր անում, ես դա չգիտեմ ոնց հիմա անվանում եմ, կասեմ եսի միջեր, ուղղակի ինչ-որ քաոս բաներ, իրա վերաբերմունքը այլազգերին, մանավանդ նրանց, որ ասենք ինչ-որ այդ բանը ինչ-որ արիներից ինձ հեռու տենց որ ինչքան հեռու, այնքան ավելի ոնց որ բացասական կամ բացասականի նման, այնինչ հայերն էլ են արիներ, եկուս ոչ իրանացիներ, ով գիտի այնտեղ իրանք ինչեր էին կարծում, որ իրանացիներն են հենց հիմնական արիները, կամ մենակ իրանք են արիներ, թե ինչ, կամ գլխավոր ինչ-որ մաքուր, ամենամաքուր սենց բան։ Ադրբեջանի բանը կազմում, որ կա այդ Աթաթյուրքի հետ միասին բան էին անում, բզբզում էին։ Ամեն այդ տարածքները Օսմանյան կայսրության կազմում են լա եղել, օսմանացիք էլ ժամանակ դվիժուկ բանը շարժումներ էին անում այդպես։ Նույնիսկ այն ժամանակ, երբ որ դա այդ Օսմանյան կայսրության կազմում չէր, դրանք էլի ազդում էին, կամ նույն բանը թուրքական այդ հանրապետություն, այդ Աթաթյուրքի ստեղծած այդ եսի միջը, այդ հանրապետությունը, այդ օրենքը եկել էր։ Դրանից հետո կայսրությունից հետո, Օսմանյան կայսրությունից հետո եղել է հանրապետություն, թուրքական հանրապետություն։ Այդ մարդիկ չեն ընտրել, հասկանում եք, իրանք չեն ընտրել, որ Օսմանյան կայսրություն, չգիտեմ, բան թուրքական հանրապետություն, Աթաթուրք, նորաստեղծ ինչ-որ Ադրբեջան կամ այդ Պարսկաստանը կամ սովետական խորհրդային միությունը կամ ռուսական կայսրությունը, մնացած բոլորը, չգիտեմ, Վրաստանը այդ որ այդպես բաներ արել, մեծացել էր, եկել էր, ես միջեր գրավել էր, զավթել, հենց զավթել չեմ անվանի, գուցե զավթել էր, բայց գրավում որ հա, գրավում, ամենայն դեպս ինչ-որ իմաստով դա բաներ են, այդպես մի բան։ Իրանք չէին ընտրել,
Արա կամ ընտրել էին ախպեր։ Ընտրել էին, մեղավոր են իրանք։ Ամեն ինչ իրանք են ընտրել, սենց նույնիսկ ուզենալով, ջանջիկյալով։ Իրանք ձեր հայրենակիցներն են։ Իրանք ձեզ ձեր հետ ախպերություն են անում։ Ասում են ձեր հետ լավ լինել, ձեր հետ ախպերներ լինել։ Այս ինչեր եք դուք անում։ Դուք կատարել եք, ես որ մեկը ասեմ։ Ես ձեզ գուցե ես միաձեզ ընդհանրապես բան անեմ, թվարկեմ ձեր թուրքական բառերը, որ դուք ձեր բառապաշարում օգտագործում եք ռուսական, եսիմինչական, արաբական, դուք այդքան հայ ազգայնական եք, ինչքան օտար բառեր կան, դուք լցրել եք ձեր լեզուն, դուք հասկանում եք, որ դուք ձեր լեզուն փչացնում եք։ Ոչ թե որ ինչ որ բառեր, ինչ որ լեզուներ, ինչ որ լեզուներից, ինչ որ բառեր, ինչ որ լեզուներ իրանք բանեն, վատն են, ինչ որ կեղտ են, աղբեն, ոչ։ Այլ ուղղակի ոնց բացատրեմ։ Դե նայեք, ասենք կա մարդ, որ ինքը բանա Եվրոպայոիդ է։ Հա, ինձ հիմա պետք չի անպայման Եվրոպաց վերցենք, ուղղակի Եվրոպայոիդ, ասենք վրացիները կամ հայերը ու եվրոպացիները նույն ռասան են, հա, ու կան լիքը եվրոպացիներ, որոնց մոտ նույնիսկ հետ ռասան, պոդ ռասան է մերինից, օրինակ լատինացիների կամ իտալացիների ոչ միայն ռասան է մերինից եվրոպայոիդ, այլ նաև բանը հետ ռասա, պոդ ռասա, միջերկրածովյան, իրանք էլ են եվրոպայոիդ միջերկրածովյան, մենք էլ ենք եվրոպայոիդ միջերկրածովյան, օրինակ բաները ֆրանսիացիների մեծ մաս ու ոնց որ մեծ մասը նույնիսկ իրանք ալպիական բան են, եվրոպայոիդ են մեր նման, բայց ալպիական։ Այդ իրա մեզ էլ այդ նույն լատինացիներն էլ, իտալացիներն էլ բավականին մոտ, ալպիականը բավականին մոտ է բանին միջերկրածովյան։ Մեզ հələ նույնիսկ ոնց որ մի ձևի ավելի ուժեղ, որովհետև տեսին բան, ուղղակի բանը մերը բավականին մոտ է ուղղակի այդ ալպիականին, նույնիսկ նորդիկ բանին, հետ ռասային, պոդ ռասային։ Հիմա պատկերացրեք հիվանդանոցում եմ ապրում։ Հիմա պատկերացրեք կա ինչ-որ եվրոպայոիդ ու իրա մոտ ամեն ինչ կոնկրետ ամեն ինչ եվրոպայոիդի է։ Ու վերջ եվրոպայոիդի է ու եվրոպայոիդի նման ու ինքը հիմա ինչ-որ ռասիզմի եսիմինչերի մասին չմտածեք, մենք եվրոպայոիդից ենք խոսում, ճիշտ է կա մուգ եվրոպայոիդներ, բայց հիմա մենք խոսում ենք բացոտ եվրոպայոիդի մասին։ Ու ինքը գնանք հասնենք եկեք հյուսիսային Կովկաս, ինքը բան է։ Ադիգ է ազգության։ Ադիգները շատ սպիտակ են, ոնց որ ամենասպիտակներից են, այլ մի խոսքով այդ ադիգին վերցնում են ախպեր, քիթը իրա վիրահատում են, հանում են աֆրիկացու քիթ են դնում։ Ոնց է դա երևալու։ Հիմա որ ասես գեշ, մարդիկ կմտածեն, որ աֆրիկացու քիթը դու գեշ ես անում։ Ուչ, ուղղակի երբ որ դու Ժիգուլին վերցնում ես, խառնում ես Ֆերարի հետ կամ չգիտեմ, ոնց ասեմ, պաղպաղակի վրա կետչուպ ես լցնում ուտում, տենց բաներ, էլի չի կարելի։ Լեզուն, ես չեմ սիրում, որ լեզվով խոսում են, ասենք 20 բառ, ինչ-որ բան է, ճառ է, այնտեղ 20 բառ, ասենք հայերեն են խոսում, 20 բառ հայերեն է,
3 բառ բանա ռուսերենա, 2 բառ անգլերենա, 5 բառ թյուրքական ինչ-որ ծագման թյուրքերեն։ Դե ես մնաց գնանք հասնենք մի հատ բան։ Խաղաղ օվկիանոսյան ինչ-որ կղզու լեզու գտնենք, այդտեղից այդ բառ բերենք մտցնենք, ասես մուլտիֆրուկտ։ Եկեք բանը անվանենք սա ինչ-որ իրոք հայերեն, ոչ թե հայոց լեզու, այդ ինչ-որ ես բնութագրեցի, նկարագրեցի։ Որովհետև ինքը հենց ոնց որ հայերեն է, այսինքն ինքը մուլտի բան է, մուլտի լեզու է, ուղղակի հայերեն է, ինքը ընդհանուր sense հայերեն այդ բաների մեջ է, ռամկայի մեջ է։ Իսկ հայոց լեզու որ ինքը sense ինքը ամբողջությամբ ոնց որ ընդհանուր sense ինչ մեծ չկա ինքը բան է, հայկական հայերեն է։ Չի կարելի, ինչ եք անում դուք։ Մենակ բանը գրական լեզուն պիտի լինի մաքուր, ես չեմ հասկանում։ Գրական ուզում ես խոսած կամ գրես, մի հատ թյուրքական բառ ես օգտագործում, բամբում են գլխից շատ կներեք։ Բայց ինչի՞։ Հələ մի հատ էլ դուք պիտի ներողություն խնդրեք ասեք կներես որ բանը մեր պատճառով դու սխալ ես թույլ տալիս, որովհետև դուք եք այնց արել որ ու այնց անում որ խոսակցական լեզվի մեջ ինչ բառ ասես կա մարդիկ ամբողջ կյանք այդ խոսակցական լեզվով տունը, աշխատավայրում որտեղ ասես խոսում են, սովորում են այդ բառերին ու հետո երբ որ գալիս է պահը գրական ասելու, իրանք այդ բառերն են օգտագործում, իրանք իրանց գլխում ինչ որ կա, իրանք դա վերցել օգտագործել են։ Չի կարելի իմանալ սովորել գրական լեզու, եթե շուրջ բոլորը խոսում են խոսակցական, եթե ամենտեղ խոսակցականն է օգտագործում։ Դու չես կարող մենակ դպրոցում դասագրքեր կարդալով ինչ-որ համացանցում ինչ-որ գրական բաներ կամ գրքեր կարդալով դու գրական լեզու իմանաս, դա անհնար է։ Ինձի որ ասում են դու բանը մաքուր գրական բանը գիտես հայերեն, մաքուր գրական արևելահայերեն, ես դա ոնց գիտեմ։ Ես դա գիտեմ, որովհետև ես դրանով խոսացել եմ ախպերներ։ Հասկանում եք, դու պիտի խոսաս, դու պիտի գրես, օգտագործես դա, թե չէ դու դա չես իմանալու։ Լավ, չէ, այդ իրական տենց չի, պարտադիր պետք էլ չի որ դու խոսաս, գրես, օգտագործես։ Քո շուրջ բոլորը պիտի խոսան, օգտագործեն, հասկանում ես։ Գոնե խոսան, չգիտեմ, տենց մի բան գրական, որ դու այդ գրականը իմանաս, սովորես, դու գուբկայի նման որ տարիքում ուզում ես եղի, դա քաշելու ես քո մեջ։ Այն չեմ խոսում մանկության մասին։ Այդ իսկ եթե դա չկա, եթե չեն գրում, չեն խոսում գրական, այստեղ sense ձև կա։ Դու պիտի ինքդ դա անես։ Ու իմ դեպքում չեմ կարող ասեմ ինչքան 40%, 60%, բայց դա է։ Բայց ես դպրոցում մեր ուսուցչուհիները, բոլորը գրեթե ուսուցչուհիները, ուսուցիչները ընդհանուր բանը շատ գրական էին խոսում ու ես ընկնդրում էի ուշադիր էի ինչ-որ չափ այդ էլ ազդել կամ օրինակ իմ պապը բանաստեղծեր sense գրական էլի ու ինքը գրական էր գրում sense բայց դուք դա պիտի գործածեք, եթե դուք չեք խոսում գրական, չեք գրում գրական, ոչ մեկ ձեզ ոչ մի բան գրական չի գրում, չի ասում, ձեր շուրջ բոլորը գրական չեն խոսում, դուք գրական չեք իմանալու, ինչքան ուզում եք դպրոցում սովորեք հայոց լեզու առարկան կամ չգիտեմ գրական, ինչ ուզում եք սովորեք, դա չեք իմանա։ Սովորելով չեն իմանում լեզուն, դա ուրիշ ձև է, լեզուն էդի պատմություն չի, էդի բան չի, վարժություն չի, հասկանում եք։ Լեզուն ուրիշ ձև են սովորում, լեզուն դու չես կարող առանց դուք գիտեք մարդ, որ ասենք ինքը իսպաներեն չի խոսացել, ինքը իսպաներեն չի գրել, սենց նստել է դասագրքերով, սենց տարիներով, չգիտեմ, ինչով ասես էլի, ոնց է, ստատյան հայերեն ոնց է, մոռացել եմ, հոդվածներով, տես բաներով,
սովորել եմ։ Ու այդ մարդը ասենց ինքը ասում է, հա, ես սովորել եմ։ Ու իրան տարօրինակ չեն նայում, չեն ծիծաղում իր վրա, կամ իրան որ ասում են, դե մի բան ասա այդ լեզվով, ինքը ասում է, չի կարա լինի այդպես բան։ Չես կարա լեզու սովորես, եթե ինքդ դրանով չես խոսում։ Բայց ես ասեցի տարբերակի մասին, որ դու ինքդ չես խոսում, չես գրում, բայց միևնույնն է սովորում ես։ Եթե երբ որ դու ախպեր, ոնց ասեմ, բոլորը քո շուրջ բոլորը քո քաղաքում, քո տանը, քո ընկերները, քո ամեն ինչը, ում որ դու ընդհանրապես հանդիպում ես, որ գնում ես մտնում ես խանութ, բոլորը այդ լեզվով են խոսում։ Դու կարաս ընդհանրապես մի նախադասություն էլ չասես այդ լեզվով, մի բառ էլ չգրես, բայց դու կսովորես արդեն, որովհետև այլընտրանք չկա այլ նույնիսկ։ Ուզում ես դու ինչ-որ բաներ 10 լեզու գիտես ախպեր, այլընտրանք չկա այս պահին, դու այդ մարդկանց հետ չես կարող ուրիշ բանով լեզվով։ Էդ է հիմա։ Նույնիսկ եթե իրանք է 10 լեզվով գիտեն, հիմա իրանք այդ լեզվով են խոսում, դու եթե չգիտեմ, չես իգնոր չես անում, չես արհամարհում, դու դա կսովորես։ Դու արդեն ջոգած կլինես, որը ինչ է նշանակում։ Կարելի է ասել, որ նույն բանը կարելի է անել այդ նույն դասագրքերով, չէ՞, այնտեղ բացատրում է, որ բառն ինչ է նշանակում։ Դու 100 անգամ էլ դա կարդաս, 100 անգամ էլ մոռանալու ես, որովհետև դա ընդհանրապես չի գործածվում։ Դու դա ոչ միտեղ, դու ինքդ դա չես գրում, չես ասում, ոչ մեկ չի գրում, չի ասում։ Եթե դու ուղղակի պիտի sense բան անես, էլի։ Ոնց ասեմ, կմտապայես, եթե կսովորես, եթե բանը վեճը տեղավ էլի։ Բայց ոնց ասեմ, բարձ ձևով ասեմ, կարա վեճը չլինի իրականում։ Քեզ թվա թե դա քո համար կարևոր է, բայց քո վեճը չլինի։ Համ sense ինչ-որ չափ էլի, կամ անկերեսորեն։ Պետք է որ շուրջ բոլորդ խոսան այդ լեզվով, գրեն։ Ես տենց եմ բանը ռուսերենը սովորել։ Իմ ռուսաց լեզու առարկան սովորելը դա ուղղակի եսի ինչ էր։ Ես ոչ մի դասարանում ռուսաց լեզու ես լավ չեմ սովորել։ Ես եղել եմ դվոечник եմ եղել։ Ես իմ ամբողջ դպրոցական պատմության մեջ եղել եմ դվոечник, ես ընդհանրապես դաս չեմ սովորել։ Բայց ես ոնց սովորեցի ռուսերենը, որովհետև ես գնում եմ Ռուսաստան ամեն տարի, այնտեղ բոլորը իմ շուրջը ռուսերեն են խոսում։ Դու ուզես չուզես սովորելու ես, եթե քո շուրջ բոլորը մարդիկ այդ լեզվով խոսում են։ Ես փոքր ժամանակ այս բանը հեռուստատեսությունը որ կա, հիմա ասենց փոխել են, ինչ որ սար կա, այտենց մի բան։ Առաջ այդպես չէր, առաջ հեռուստացույցներ, լարներ, անտենաներ, արբանյակը կոչվում, չի, մի խոսքով անտենաներ, մոռացել եմ, անտենաներ բանի վրա, տանիքի վրա։ Ու մենք մեր ներկայիս Հայաստանի ձեր սիրած հանրապետության ուրեմն դա նույնիսկ ես փոքրուց իմ համար ինչ որ ամոթալի չէ, բայց դրա նման մի բան ինչ որ sense վիրավորող, նսեմացնող բան ա եղել Հայաստանի Հանրապետություն բանը բառակապակցությունը, որովհետև ես ինձ չեմ հաշվել Հայաստանի Հանրապետության զավակ, ես ինձ հաշվել եմ հայքի զավակ, որը ձգվել է ներկայիս Սիրիայի, Իրաքի ու Իրանի հյուսիսից մինչև Վրաստանի բանը կենտրոն կեսը, Կասպից ծովից մինչև բանը Անտալիայի կողմերը, այդ է եղել հայքը։
Իսկ Հայաստանի Հանրապետությունը ինքը փուչուր 29743 կիլոմետր քառակուսի տարածք ունեցող փուչուրիկ պետություն է, որի տարածքի շոշափելի մասը անգամ նույնիսկ շոշափելիից շատ օկուպացված է Ադրբեջանի կողմից։ Բավական մաս կասենք, կանվանենք, այդքան օկուպացված է։ Էդ էլ եք դուք լռում, էդ էլ եք ասում, որ մենք Ադրբեջանին բան չասենք, ինչի էդ էլ ձեր բանն է, Հայաստանի Հանրապետությունն է, որ դուք մուշկներդ գնում ա դրա համար։ Հինա եկել են ձեր տարածքը փոքր են Հայաստանի Հանրապետության, էլ եք բան ասեք։ Չի ավելի կվերցին, բա որ ikան ավելի վերցին, ինչ եք անելու։ Էլի բան չեք ասելու, լավ գոնե այն մեկը կմնա, հա, տենց, թե ոնց։ Թե սենց դուք ինչ որ սահման ունեք, հա լավ ոչինչ, էնի վերցրին, էնի հետ, էնի էս մեր բանը սահմանը չի։ Չի կարելի մասնատել ասել, որ բանը էսի Հայաստան չի։ Հայաստանը ձեր ուզածով, չուզածով չի որոշվում։ Հայաստանը որոշվում է պատմությամբ, պատմագրությամբ է որոշվում։ Գոյություն ունեն ու պետք չի ինձ ասել, որ պետությունների սահմանները հստակ չեն եղել։ Շատ լավ էլ հստակ են եղել։ Դու էլ գնա կարտատես պատմիչներն ինչ են գրում։ Քարը թուփն են իմացել ախպեր սահմանը որտեղ է այդում։ Այս քարի մոտ, այս գետի մոտ, այն ափին։ Նույնիսկ բան հստակ կոնկրետ ձևով մարդիկ գրել են որտեղ է իրանց երկրի սահմանը բոլոր ժողովուրդների պատմության մեջ շատ լավ էլ կա։ Այդ նույն էս որ մենք բանը թուրքերը որ մեզ բան են թշնամի, նույնիսկ իրանց նախնիներն են գրել ճիշտ, ուղղակի իրանք դա թաքցնում են, որ դու գնաս գտնես թուրքերի գրածներ, ինչ են նույն թուրքերի պապերը ինչ են գրել, իրանք գրել են, որ Հայաստանը ստեղա սկսվում, այստեղ բան, էսի հայկականը բան, բայց իրանք դա թաքցնում են։ Թուրքերը որ ասում են բանը կան էլի, որ ասում են մեր պապերն են տենց եղել, մենք տենց չենք։ Իրանց գիտեք ինչ պիտի պատասխանես, ասես որ հենց դա ճիշտ է ձեր պապերը վատն են եղել, բայց դուք իրանցից բետար եք, որովհետև միջնադար բանը սելջուկները, միջնադարյան թուրքերը, իրանք որ եկել են, իրանք ճիշտ է կոտորել են, ահավոր բաներ են արել, դաժանություններ, շատ են դաժանություն մեկ էլ ազատությունն են էլի խլել ոտնահարել։ Բայց իրանք բանը մշակույթին ձեռ չեն տվել։ Իրանք չեն ասել սա ձեր հողը չի, ուղղակի իրանք ասել են մենք ստեղ բանենք, իշխան ենք լինելու։ Իրանք չեն հերքել որն է հայկական, ու իրանք արևմտյան Հայաստանն էլ, Կիլիկիան էլ, Արցախն էլ, մյուսն էլ, բոլորն էլ ինչ կան հայկական հողեր կան, իրանք կամ ճանաչել են, որ դա մերն է, կամ ոչ մի բան չեն ասել, ուղղակի լուրջ սենց համաձայնություն։ Իսկ իրանցից հետո որ եղել է քեմալիստներ, երիտուրքեր, իրանք ավելի բետար, իրանք ոչ միայն կոտորել են, իրանք ասել են սա հայկական չի, էսի, մերն է այնի, մեր պապերինն է եղել, որ իրանց պապերը հենց դա հակառակը չեն ճանաչել, դա իրանց ուղղակի ճանաչել են, որ իրանցն է ուրիշ իմաստով, որ իրանց մոտ է լինելու, իրանց տիրապետության տակ։ Սելջուկները որ եկին գրավել են, իրանք չեն ասել սա մեր հողն է։ Իրանք եկել են հենց դա գրավել են, որ սարքեն իրանք չեն ասել սա մեր։ Այնպես որ չեն կարա բանը թուրքերը ասեն, որ դա մերն ա եղել, որովհետև մեր պապերը բան են արել, գրավել։ Որովհետև ստացվում է, որ դա մեր պապերին ա եղել։ Ձեր պապերը իրանց պիտի ասես, որ ձեր պապերինը կլիներ այն դեպքում, եթե դա ուղղակի իրանցը լիներ, ոչ թե իրանք գային գրավին։ Իրանցը հենց դա չի եղել, իրանք գնացին գրավել են։ Որ դուք բան եք անում, վախենում եք։ Որ յանի մենք փոքր ենք, բան թույլ ենք եսիմ։ Բանին փոքր Հայաստանը, որ ավելի ծանր վիճակում էր, ջախջախեց հսկայական քեմալական թուրքերին։ Ջախջախեց ուղղակի։
ասենք կան որ ասում են մերոնք չափազանցնում են տարբեր ասենք ժողովուրդներից էլի կան որ ասում են որ տենց չի եղել տարբեր բաներ են ասում բայց ես գտնում եմ որ հենց դա եղել է այն ինչը որ երևի ոչ ոք չի ասում բացի ինձանից դա չի եղել ջախջախում դա ավելի մեծ բան է որ այնպեսի տպավորություն է որ ուշադրություն չի դարձվում նրա վրա թե ինչքան էր Հայաստանի տարածքը ու ինչքան էր Թուրքիայի տարածքը բնակչությունը բանակը որ ասես այդ ինչու՞մն է իսկ ուրիշները կենտրոնանում են ինչ-որ հզորության վրա բայց այդ նույն հզորությունը այդ բաներից էլ է կախված Ձեզ պատմությունը արդեն ապացուցել է ցույց է տվել որ փոքր այդքան փոքր ու թույլ ու նույնիսկ այդենց պատերազմի մեջ գտնվող երկիրը, որը ցեղասպանություն ապրում, ինքը կարա հաղթի, ուղղակի հաղթի, կռվի դաշտում ու այտենց պետությանը, որը մի հատ էլ հենց այդ պետությունն է իրան ցեղասպանություն անում, ու դուք դրանից հետո վախենում եք։ Նրանք ես չեմ վախենում, ես Թուրքիայից ընդհանրապես չեմ վախենում, որովհետև ես դրան ունեմ մի բացատրություն, սա բացատրելը թե ինչի ես չեմ վախենում, սա փաստերով, բաներով, փաստարկներով չեն բացատրում, սա ուրիշ բան է, սա պիտի գնաք բանը, հոգեբանության գիրք բացեք, սենց սուզվեք, գցվեք մեջը, այտենց եք դուք գտնելու բացատրությունը, ուրիշ ձև ես չեմ կարա։ Ես ուղղակի կպատասխանեմ կարճ, ես ոչ թե վախվոտ չեմ, ասեմ որ էդ կա, ուղղակի ես վախեցող չեմ, վերջ, ես չեմ վախենում, որովհետև ես վախեցող չեմ, ես չեմ գտնում, որ ես պիտի վախենամ, ես չեմ ասելու, որ իրանք վայրի են, իրանք բռի են, իրանք դեպիլ են, ու ես չեմ վախենում, ուզում են իրանք լինեն, եթե ես ասեմ, որ ես իրանցից չեմ վախենում, որովհետև ես իրանք սենց են, նենց են, կամ ես եմ սենց, կամ ես էսի ունեմ, իրանք չունեն, ես հնարավորությունը, կամ այլ բան, ստացվում է, որ եթե լիներ հակառակը, ուրեմն ես վախենալու էի, եթե իրանք լինեին ու հզոր, կամ ես լինեի թույլ, ոչ, ուզում եմ իրանք Աստծո պես հզոր լինեին, բոլորը գիտեք, չէ սատանայի մասին, ձեզանից լիքը մարդիկ կան, որ հավատում են, որ սատանան դեմ է գնացել Աստծուն, ինչևից է, ճիշտ ասուտ է, ես դրան չեմ հավատում, նստենց դա սուտ է, ուրեմն պատկերացնենք այդ նույն սատանան գոյություն ունի, այդպես բաներ, անվանում սա միֆոս, ուրեմն այդ միֆոզով, ու դա իրոք միֆոզ է, այդ միֆոզը ինչա ցույց տալիս, որ սատանան չի վախեցել Աստծուց, չի վախեցել նրա գերազանցությունից, որ նա իրեն գերազանցում է, նա իր սկզբունքների
թեկուս սխալ, անարդար, ամենավատ, կապ չունի ինչ, դեմ ա գնացել, աստծուն, հանդգնել ա, կապ չունի ինչի ա ինքը դեմ գնացել, ինչ նպատակով, ինչ պատճառով, ու ինչն ա էնենց արել, որ ինքը սենց հանդգնել կամ սենց չի վախեցել ու գնա, ոչ թե չի վախեցել, այլ սենց նույն հանդգնելուն ման բան, ընդհանրապես կապ չունի, ուղղակի փաստ, ինքը չի վախեցել ու գնացել ա, վախենալով ա գնացել, դա էլ ա ճիշտ, վախենում ես, դողալով գնա, պայքարի, հիմա դու թելի վրով ասում եմ թելի վրով, ինչ-որ ասենք անդունդի վրայով պիտի անցնես, հետևում հրդեհ ա, այդ հրդեհը գալիս ա, դու չես կարա տեղում մնաս, կվարվես, ստիպված պիտի անցնես անդունդի վրայով, անդունդի վրայով անցնելու համար պիտի անցնես նեղ բանի վրայով, ու դու անցնում ես ու դու վախենում ես, չես շարունակելու անցնես, կայնելու ես տեղդ, որ ընկնես, անցնելու ես, վախը դա պատճառ չի, որ դու չպայքարես, լիքը մարդիկ գնում են պատերազմ վախենալով մահից, բայց պայքարում են, պատերազմում են, կռվում են, լիքը մարդիկ ծխում են, վախենալով մահից, վախենալով թոքի հիվանդություններից, թոքերի, վախենալով քաղցկեղից, ծխում են ախպեր, ու մենք տենում ենք արդեն քանի օրինակ, որ վախը ինչ-որ պատճառ չեն համարում, բայց ինչի է սենց դեպքերում դուք դա չեք անում, մոռացա ինչ էի ուզում ասել, չկա ոչ մի Ղարաբաղցի լեզինից, հասկանում եք, երբ որ դուք ասում եք Ղարաբաղցի, դուք ինքներդ եք ճանաչում Ղարաբաղ անվանումով տեղի գոյությունը, չէ, ես չեմ ասում մի ճանաչեք, թող ինչ-որ խաղում լինի, թող էլ թան բանը Ալթայում Ղարաբաղ ստեղծեն, ես չեմ ասում մի ճանաչեք, ոչ այդպիսի բան չպիտի լինի, ոչ մի տեղ կամ երկրագնդի վրա չպիտի լինի, մեր հողը կամ այլ բան, որ չի եղել Ղարաբաղ, ինքը չպիտի լինի, Հռոմը պիտի լինի Ղարաբաղ, չպիտի լինի, ինչի, Հռոմը միշտ Հռոմ ա եղել, դե նույնը Արցախի հետ, պարտադիր չի միշտ եղած լինի, ասենք բանը, հայտնի քաղաք վերցնենք, Ֆրանսիայի Մարսել քաղաքը, ինքը ասենք կարող է դրանից առաջ մեկ այլ բան ա եղել, մեկ այլ ձև ա կոչվել, ինչ, եթե դա զավթեն ու անվանեն բան, լեսին, Իլհամաբադ անվանեն, դա մի քիչ ավելի մեղմ ա լինելու, թե ոնց, թե նորմալ ա, արդարացի ա, արդար ա, ոչ մի Ղարաբաղ գոյություն չունի, ու երբեք ինքը այդպես չի էլ անվանվել, որովհետև մերոնք չեն թողել այդպես անվանել, ու իրանք էլ այդպես չեն անվանել,
այնպես որ ոչ մի Կարագբակ օրինակ ասում են Կարաբաղ չէ, իրենց պիտի ասես, որ ոչ մի Կարագբակը գոյություն չունի։ Գնացեք ինչ-որ խաղում, ստեղծեք Կարագբակ։ Ես համացանցում պատմել եմ Ռայրա քաղաքի մասին, բայց Ռայրա քաղաք գոյություն չունի, որովհետև Ռայրա քաղաքը դա լիմինալ սերվերում ստեղծած քաղաք է, ինքը իրոք քաղաք է, բայց ինքը վիրտուալ խաղի մեջ, ոչ թե վիրտուալ ինչ-որ տիրույթում, ինչ-որ տեղում, ինչ-որ կայքում, այլ նույնիսկ խաղի մեջ։ Խաղի դա նույնիսկ վիրտուալ քաղաք չի, դա վիրտուալ տեսախաղի քաղաք, խաղի տեսախաղի վիրտուալ։ Դե կան տեսախաղեր, որ իրենք ոնց որ վիրտուալ չեն։ Իմ օրինակ այն բաները կային է, հին առաջին են PlayStation, թե դրանք են վիրտուալ։ Թե թվային չի, բանա վիրտուալ չի թվային։ Սենց բան։ Պետքա պայքարեք։ Իսկ դուք վերցրել եք ասում եք, էսի Արցախցի է, էսի այնի Ղարաբաղցի է, այնի հայ է, այնի չգիտեմ Հայաստանցի է։ Ինչ լավ է, սա ամեն ինչ խառնեցին իրար։ Ես ինչ դարավ ես չեմ հասկանում։ Արցախը սարքին Ղարաբաղ, այնտեղի մեր հայերին սարքին Ղարաբաղցի, հայկը պուճուրացավ դարավ Հայաստան, այնտեղի հայերին Հայաստանցի են կոչում, ես քիչ էր մնում ասեի թուրքական սաղ բառը, ամեն ինչ աղավաղեցինք էլի, ես չգիտեմ ուղղակի, ужас, պարոսեր են։ Ինչքան ամեն ինչ աղտոտված ու կեղտոտված, ինչքան ամեն ինչ աղավաղված, ես ինձ քննադատում եմ, չէ, բայց ես հիշում եմ, ես միշտ տենց եմ ասել, ես էլ եմ ասել սաղ, ես գտնում եմ են, որ իրանք եկի զավթել են մեզ բան են արել, բան, արդարացում չի, պահիկ, ձեր առօրյա կյանքում ձեր պատերի մեջ խոսում եք ձեր լեզվով, գիշերը կամ ուշ երեկոյան քնելուց կամ ուղղակի երեկոյան քնելուց բանը 3 րոպե առաջ որ խոսում եք ու եթե հայերեն ասենք, ձեզ չեն պատի հետևը չեն լսում կային մտնենց բանի։ Եթե այդ ժամանակները ու բանը 18-րդ դար, 20-րդ Խորհրդային Միություն, այս մեր ժամանակները հետխորհրդային, հիմա պահեք, ինչ չեք պահում։ Հիմա մենք այդ ձեր սիրելի ՀՀ-ում ապրում ենք։ Եթե մենք չասենք սաղ, ասենք բոլոր, ամբողջ, ինչ են անել թուրքերը, ոչ մի բան, պահի, հասկանում եք, ձեզ դա հաշ չի ինչ-որ մեկի համար մեկ այն, որ ասում է всё равно, դուք всё равно ունեք ձեր մշակույթի պատմության վրա, ես չի կարողանա անգամ եթե ամենագեղեցիկ լեզուն լիներ իմ թշնամու լեզուն, ես մի լեզվով, որով խոսում է նա, ով որ իմ հայրենակցին սպանում է,
Իսկ կյանքում մի բառ չի ասի։ Մենակ եթե ինչ-որ մեկի հետ որպեսի կարողանա խոսալ կամ դրան ինչ-որ բան հասցրացնի, բացատրած ասած։ Ուզում եմ ամենագեղեցիկ լեզուն լինի, եթե լեզվով խոսում է նա, որ իմ հայրենակցին, իմ ընկերոջն է սպանել։ Ես սկզբունքից ելնելով չի խոսում։ Դա ինչ-որ բոյկոտել է էլի նույնիսկ, բոյկոտ, փունտել։ Ամենայն դեպս նայած որ դեպքում, այսպեսի բաներ